Ողջույն բոլորին, այս տեսանյութում հաջորդ շաբաթվա կանխատեսումն է հոկտեմբերի 13-ից մինչև 19-ը ընկած ժամանակահատվածի համար, բոլոր ամսվա ծնված նշանների համար իհարկե։ Դե ինչպես միշտ նայում ենք ընդհանուր բոլոր ոլորտները եւ կնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հոկտեմբերի 13-ից 19 ընդհանուր ֆոնը։ Ընտրության առջև եք լինելու, տատանվելու եք բավականին շատ, գուցե ինչ-որ ոլորտին է սա վերաբերվում, աշխատանքի ընդունելության, բիզնեսի հետ կապված յուրաքանչյուր ոլորտ դուք կարող եք ծանր ու թեթև անել անընդհատ, կամ երկուսի միջև պետք է ընտրեք, կամ երկու աղջիկների միջև, երկու տղաների միջև, նաև ամեն-մեկը կարող է գնալ տարբեր ուղղություններով, հա, դա եւս այս քարտն է։ Ամեն-մեկը որոշում է բաժանվել նաև գործնական առումով, եթե դուք իրար հետ գործընկերներ եք, կարող ամեն-մեկը որոշի իրենը վերցնել, գնալ։ Անձնական կյանքը տեսնենք։ Դե այստեղ անձնական կյանքում եւս հա նայեք ընտրությունը որտեղ էր ցույց է տալիս արդեն անձնական կյանքում է ինչ-որ բան եք որոշել, միգուցե ինչ-որ մեկին սիրո խոստովանություն անել, ինչ-որ մեկին ինչ-որ բանի մասին ասել, ինչ-որ բաներ եք որոշել, որոնք որ պետք է անեք այս շաբաթվա ընթացքում։ Միգուցե ընտանիքով եք որոշում, ինչ-որ բան է, որ տեղափոխվել, անել եւ զույգերի միջև, երկու զույգերի միջև, սա անել, թե չանել, գնալ օրինակ ժամադրության, թե չգնալ, թույլ տալ ավելի մտերմանա տվյալ անձնավորությունը ինձ հետ, թե ոչ, վաճառենք տունը, թե ոչ, շատ են, այդքան օրինակներ չարժե բերել, ամեն մեկ իրանը կգտնի։ Աշխատանքի հետ կապված էմոցիոնալ կլինեք, միգուցե ոգևորված նաև անեք, գուցե նաև ոմանք տեղափոխեն իրենց աշխատանքը դարձնեն գիշերային աշխատանք, սկսեք գիշեր աշխատել, նաև այնտեղ կարող է էմոցիաներ են տալիս ձեզ ինչ-որ այդ մարդիկ, աշխատողները, ինչ-որ այնտեղ ինչ-որ կատարվում է, դա է ձեզ այդ հավելյալ էմոցիաները տալիս, ոչ թե ինչ-որ գիշեր պետք է աշխատեք, դա ամեն մեկը կա, որ մարդիկ կան, որ չեն աշխատում եւ այդպես էմոցիոնալ գնում եք, փնտրում եք, ինչ-որ այնտեղ մեկը ասում է աշխատանք չկա, մյուսը ուրիշ բան է ասում, եւ այդպես գալիս եք տուն այդպես այդ լարված վիճակով։ Եվ կարող է հենց հակառակը գնում եք, աշխատանք եք գտնում եւ դա է ձեզ էմոցիաներ տալիս։ Նաեւ բիզնես բացելու այդպես ուզում եք, հա, այսպես ոգևորված, որ բիզնես բացեք։ Գուցե նաեւ գաղտնի որևիցե մի բան անեք, ոչ հարկեր չվճարեք, ինչ որ մի բան գաղտնի։ Գումարի հետ կապված այստեղ ինչ-որ մեկին կամ դուք գումար կտաք, այդ ինչ-որ տղամարդ է կամ ինքը ձեզ գումար կտա, միգուցե աշխատավարձ է, միգուցե պատվեր էր, որ անում եք, ավարտում եք եւ գումարը ի վերջո վճարում են ձեզ։ Նաեւ աշխատանքի հետ կապված այստեղ կարող է ռոմանտիկ որևէ իրավիճակ ստեղծվել, ինչ-որ մեկը գա, հավանեք իրար եւ այդպես իրար սիրավեպ սկսվի։ Դա նաեւ կարող է լինել թաքուն, հա, թաքուն աշխատանքային վայրում սիրավեպ։ Եվ առողջությանը հետևեք, այստեղ մատերի արանքով եք նայում, ինչը որ լինում է ձեզ հետ, այդպես ուշադրություն չեք դարձնում, խաղի եք վերածում, բայց պետք է ամեն ինչ մանրակրկիտ նայեք, գնաք բժշկի, չանտեսեք ոչինչ, անպայման դա անհրաժեշտ է ձեզ։ Ինչ որ չգիտեմ ինչ երևելի շաբաթ չէր ձեզ համար, բայց համենայն դեպս ինձ թվում է կարող ընտանիքով եք ինչ որ մի բան որոշել, գուցե ուզում եք բիզնես բացել, ինչ որ ոգևորվածություն կա ինչ-որ մի բանի կամ երկուսով գնաք աշխատելու եւ ինչ որ այդպես ինչ-որ պահեր կան, որ ուզում եք անել, միգուցե ձեր այն ինչ որ դուք ստեղծագործում եք դա դարձնեք բիզնես, ինչ որ ոգևորվածություն կա, որ ուզում եք անել։
գնալ անպայման աշխատանքի ընդունվել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հոկտեմբերի 13-ից 19-ը։ Ընդհանուր ֆոնը գիտելիք, ուսում, շատերը գնան սովորելու, շատերը կզբաղվեն իրենց ուսման տանը, ինչ որ ինտերնետով, ինչ որ բաներ կփորփրեք, ինչ որ բաներ կփնտրեք, կգտնեք, կսովորեք, լեզուներ կարող եք սովորել, իդեպ ես էլ եմ որոշել ինչ որ չափով եւս էլի լեզուների անցնել, նաև դա գաղտնիք է, որը կբացահայտվի, ոմանք իրենց կյանքում, իրենց կյանքի էջը կփոխեն, այլևս այդ կյանքով չեք ապրի, որը ապրում եք, ինչ մի բան ձեզ մոտ կփոխեք։ Տեսնենք անձնական կյանքում միգուցե երևա նաև որ ոլորտում եք, հա, ձեր էջը փոխելու։ Դե այստեղ հնարավոր է նաև զաքսավորում, չի բացառվում, ոմանց համար սա զաքսավորում է։ Նաև ովքեր որ նոր են ծանոթացել, այս շաբաթ դեռևս ոնց որ կշփվեք իրար հետ, շատ շփում կունենաք, նաև ընտանիքով կարող եք նստել, ինչ որ բաներ քննարկել։ Ինչ որ երեխաների ուսման հետ դա կարող է կապված լինել, ձեր ուսման հետ դա կարող է կապված լինել, ինչ որ մի բան է, որ ձեզ կդրթի շփվել ընտանիքով, սովորել, ինչ որ մի բան։ Նաև գաղտնիք է, որը կարող է բացահայտվել եւ այդ խոսակցություն անընդհատ գնաք, գաք, խոսեք, չնայած ցուլերը այդպեսին չեն, բայց է կախված է թե ձեր ասցենդենտը որտեղ է, եթե ասցենդենտը եկվորյակում է կամ կույսում է կամ անընդհատ կարող եք գնալ խոսել, խոսել անընդհատ այդ նույն թեման դնել, վերցնել ու նյարդայնացնել դիմացինին։ Դա նաև հենց լեզվակռիվ է, որ կարող է այնքան խոսեք լեզվակռվի մեջ ընկնեք։ Այն որ ես ասում եմ, չէ, դու ասում ես ահա, ու թեկուս հենց այդ գաղտնիքի վերաբերել։ Նաև դե դա նոր ծանոթություն, նոր շփում տարբեր մարդկանց հետ, կամ հենց եթե ինչ-որ մեկի հետ եք շփվում, հա, ոնց որ այս շաբաթ ավելի շատ կշփվեք իր հետ։ Նաև անհանգստություն է սա, անհանգստություն ինչ որ մի բանի համար, ներքին անհանգստություն է սա։ Միգուցե հենց այդ գաղտնիքը, որ չբացահայտվի, հնարավոր է դա նաև։ Աշխատանքի վայրում հնարավոր է աշխատեք որևէ աղջկա հետ, հնարավոր է ինչ որ աղջկա հետ բիզնես հիմնեք, բիզնես ստեղծեք, ինչ որ մեկը գա ընկերուհի լինեք իրար հետ, նաև ձեր ընկերուհին կարող է ձեզ օգնել աշխատանքի հարցում կամ միամիտ տեսնեք, որ ինքն էլ եկավ այնտեղ ընդունվել, որտեղ դուք եք աշխատում։ Ձեր տնօրենն է, ում հետ որ շատ կառնչվեք, շատ կշփվեք այս շաբաթվա ընթացքում։ Նաև կարող է ուսմանն է վերաբերվում, ինչ-որ աղջիկ է, որ ձեզ դասընթացներ կտա։ Կախված է ինչ ոլորտ եք, հա, ոնց որ ուզում այդ ոլորտում։ Այդ ինչ որ մեկը վարսահարդար է, ինչ որ մեկը լեզուներ է ուզում սովորել, ամենայն դեպս այստեղ ուսման հետ կապված ինչ որ բաներ կլինեն, հա, ոմանք ցանկանան հստակ այս շաբաթ ինչ որ բաներ իմանալ, սովորել, թե հիմա հստակ մասնագիտություն կլինի, թե ուղղակի, չեմ կարող ասել։ Ֆինանսական առումով սա ոնց որ ինչ որ օգնություն է ձեզ, որ ինչ որ մի տեղից օրինակ վարկ ձևակերպեք, ավելի հեշտ ինչ որ մեկին դիմեք պարտքի համար, ինչ որ գումարային ֆինանսական գործարքներ կնքեք, այստեղ հստակ, ինչ որ պայմանագրեր կնքեք, ավելի կհեշտանա դա դիմացինը ոնց որ ասում են շատ արագ կհամաձայնվի ձեր պայմաններին, միասին կքննարկեք եւ այդ ամենը հեշտ կանցնի։ Ոնց է կամուրջ է, որը հեշտ է տրվում, նաեւ գումարը եթե օրինակ աշխատավարձը չեն տալիս, ինչ որ խնդիրներ կար, ապա դա եւս ոնց որ ավելի կհեշտանա, որ ձեր գումարները վերցնեք այնտեղից։ Եվ առողջության հետ կապված, եթե ինչ որ մի բան եք որոշել, օրինակ ուզում եք գնաք, չգիտեմ, ինչը ստուգեք, ապա դա շատ լավ է։ Ուզում եք գնալ
գինեկոլոգի մոտ, ուզում եք նիհարել, ինչ եք ուզում, դա շատ ճիշտ որոշում է, գնացեք, զբաղվեք դրանով։ Այսքանը ձեզ համար էլ ինչ-որ երևելի շաբաթ չէր, խոյերի նման։ Այդ էմրոսմա շաբաթա գլորում ենք, անցնում է, գնում է, հետո տեսնում ենք, որ ինչքան ենք մեծացել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք եկորյակներին։ Ինչ է սպասվում եկորյակներին հոկտեմբերի 13-ից 19։ Ընդհանուր ֆոնը սա վեճ է, գուցե չեք դիմանում, վիճում եք տարբեր մարդկանց հետ, նաև տուն կարող եք մաքրել, կարող եք շաբաթը տրամադրեք ուբորկի, նաև տուն տանը մեծ մաքրում կատարեք, տրամադրեք այս մեկ շաբաթը դրան, աշխատանքի վայրը մաքրեք, հավաքեք, ահա, անձնական կյանքը, Անձնական կյանքը այստեղ կարող ընտանիքով որոշել եք գնալ օտարի երկիր, կամ ընտանիքի անդամներից ոչ մեկը կարող է գնալ օտարի երկիր, այնտեղ ինչ-որ մի բանի համար, միգուցե ապրելու, միգուցե աշխատելու, հետո ձեզ կանչելու, միգուցե նաև բուժվելու և այլն, շատ հարցեր կան, պարտադիր չի մարդը հենց անպայման գնա դուրս ապրի, ուզում են սովորել այնտեղ, չգիտեմ ինչու են ուզում սովորել դրսում, տարբերությունը չեմ տեսնում, չեմ կարող հասկանալ իրոք։ Միևնույնն է էլի գալիս են դիպլոմը գրկած նստում են ինչ-որ միտեղ։ Եթե հստակ ինչ-որ մեկը ձեզ խոստացել է, որ դրանից հետո ձեզ աշխատանք կտա, դա արդեն մեկ այլ հարց է։ Եթե էլի պետք է ծանոթ խառնեք, ինչ-որ մեկին խառնեք, որ ձեր դիպլոմը անցնի, դա եւս մեկ այլ հարց է։ Այնպես չի, որ դրսում սովորածները չգիտեմ ինչ են անում։ Մեր տանն էլ կա դրսում սովորած մարդ։ Եթե ուզենա աշխատի, շատ դժվար է։ Անհնարին է աշխատանք գտնելը։ Նաև սա ինչ որ եթե դրսում ոչ մեկը ունեք, ապա այնտեղից ոչ տեղեկատվություն կլսեք։ Գուցե գնացել էին եւ որ հետքը կորել էր, չկային ինչ որ ժամանակ։ Նաև ձեր ցանկությունները կիրականանան, միգուցե իր հետ կամուսնանաք, միգուցե ի վերջո կշփվեք իրար հետ, կժամադրվեք իրար հետ, ընտանիքով ինչ որ մարդիկ կան, ընտանիքով ինչ որ ցանկություն ունեք եւ այդ ձեր ցանկությունը կիրականանա։ Աշխատանքի հետ կապված ոմանք կարող են ընդունել ուժային կառույց, այդտեղ աշխատել ոստիկան եւ այլն։ Նաև ավելի ուժ կունենաք, էներգիա կունենաք, որպեսզի շատ աշխատեք ավելի։ Միգուցե հենց սա է, ոնց որ անեք թափեք մաքրեք, ասենք ինչ-որ մի բան է, որը ամեն ինչ դուք պետք է անեք, այդպես կարելի ասել։ Բայց նաև ուշադիր եղեք, որպեսզի տնօրենի հետ չվիճեք։ Շաբաթվա ընթացքում ուժային կառույցի ներկայացուցիչների, եթե գնում եք օրինակ աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված հարկային է եւ այլն, գալիս են եւ իրար հետ վիճում եք։ Դա եւս, ուշադիր ամեն ինչը ճիշտ դասավորեք, հմրոսմա մաքրեք ամեն ինչ, նոր հետո ներկայացրեք հարկային։ Ինչպես չէ, որ բոլորը մաքուր են աշխատում։ Նաեւ դա տնօրենն է ում այդ որ շատ գործ կունենաք եւ բացի դա էլ ինչ որ մեկը կարող է լինել պետական աշխատող, որ ձեզ ինչ որ բան պատվիրի, եթե նման գործեր եք անում։ Աշխատանքի բերումով ոնց որ շատ կարող է խոսեք, շփվեք, ինչ որ ավելի պաշտոնավոր մարդկանց հետ, ավելի հարուստ մարդկանց հետ, այդպես։ Եվ գումարի հետ կապված մի փոքր այստեղ խնդիրներ կան, խոչընդոտներ կան։ Գուցե դա է վեճի պատճառը, գուցե այստեղ խառնում եք ինչ որ մեկին, որպեսզի ձեր գումարները վերադարձնեն, աշխատավայրից վերադարձնեն գումարները։ Ամենայն դեպս ինչ որ խնդիրներ կան, խոչընդոտներ կան, կարող է մեծ գումար եք ուզում վերցնեք, դրա հետ է կապված խոչընդոտը, վարկ եք ուզում վերցնեք, դա է կապված։ Ինչ որ այս պահին շատ գումար չկա։
Առողջության հետ կապված հնարավոր է ինչ-որ ծրար ստանաք, գուցե պատասխանն է անալիզների, կամ ոգևորված նաև կարող գնալ սպորտով զբաղվեք, ավելի այդպես, այս շաբաթը ավելի հավեսով գնաք սպորտի։ Դե նայեք լուսնայինով կարելի է արդյոք ծանրաբեռնել ձեզ հետո նորա, որովհետև այստեղ ավելի շատ այդ կա, այդ ջիղը, որ անպայման անեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հոկտեմբերի 13-ից 19-ը։ Շատ շփում տարբեր մարդկանց հետ, գուցե կարիքը կա, միգուցե սոցցանցեր եք բացել, սոցցանցերով եք շփվում, միգուցե աշխատանք եք այնտեղ կատարում, այդ աշխատանքի հետ է կապված, այդպես շատ շփում է, նաև սա լեզվակռիվ է, սա նաև բամբասանք է, որ կարող եք լսել այս շաբաթ ձեր հասցեին ամեն տեղից։ Անձնական կյանքը, ինչ որ այստեղ անձնականը չի։ Ուղղակի ինձ թվում է ավելի շատ շփում է։ Հնարավոր է նաև այստեղ եթե ձեր հարսանիքն է հրավիրատոմս եք ուղարկում ինչ-որ մարդկանց, պատրաստություն եք տեսնում, դե ոմանց հարսանիքն է հաստատ, ոմանք ամուսնության առաջարկ կստանան, դուք կանեք ամուսնության առաջարկ, նաև ընտանիքում որևիցե մի բան կփոխվի, ընտանիքում որևիցե մի բան կորոշեք, այստեղ կարող է շատ շփվում եք իրար հետ եւ ինչ-որ բան եք որոշում, գուցե իրար հետ գործեր սկսել, միգուցե տեղափոխվեք մեկ այլ տեղ, ինչ-որ մի բան է, որը անընդհատ նաև քննարկվում է ձեր տանը, ինչ-որ խոսակցություն է, որը անընդհատ կա, խոսում եք այդ թեմայով, ամուսինը կարող է վերադառնալ, ամուսինը կարող է գնալ օտար երկիր աշխատելու, ինչ-որ ընտանիքում մի կարևոր մի բան է տեղի ունենալու։ Աշխատանքի եւ ֆինանսների հետ կապված այստեղ մարդիկ են ձեզ մոտ։ Եվ աշխատանքում կարող է ինչ-որ մի աղջիկ գալ, որի հետ աշխատեք, ինչ-որ բան պատվիրի ձեզ, ում հետ աշխատեք, ոնց որ շաբաթ անդադ իրար հետ լինեք, կամ աշխատանքի վայրում նոր ոչ աղջիկ գա, կամ ընկերուհին գա ձեր աշխատելու այնտեղ, ընկերը գա, դե ամենայն դեպս հիմա չէր կարող երկուսն էլ ընկներ, ձեր ծանոթ է, այդպես կարելի ասել։ Գալիս են այնտեղն աշխատի, որտեղ դուք նաև ձեզ կարող է օգնում է, որպեսզի դուք ընդունվեք կամ դուք եք իրեն օգնում։ Եվ այս աղջիկը այդ կարող է նաև լեզվակռվի մեջ ընկնեք նաև տղայի հետ։ Այստեղ տղայի հետ գումարի հետ կապված դա կարող է լինել լեզվակռիվ աղջիկա հետ, աշխատանքի հետ կապված կարող է լինել։ Կամ շատ շփվեք, շատ խոսեք, այստեղ գումարի մասին շատ խոսեք, այստեղ աշխատանքի մասին շատ խոսեք։ Բայց դե սա ձեր տնօրենը կարող է լինել, ով որ ձեզ գումար է տալու այս շաբաթվա ընթացքում, ձեր պատվիրատուն է, ով որ ձեզ գումար է տալու, դուք կարող եք գումար տալ, կարող ձեր տանտերն է, կարող է մեքենա եք վերանորոգել, օրինակ այս շաբաթը պետք է գումարը տաք այդ տղամարդուն, եւ շատ այլ հարցեր, ինչ որ կապ կա տղամարդու եւ գումարի միջեւ, նաեւ կապ կա աշխատանքի եւ ոչ աղջիկա միջեւ։ Իսկ առողջության վերաբերյալ այստեղ բացարձակապես ոչ մի խնդիր չունեք դուք առողջական։ Եթե ինչ որ խնդիր էլ կար, ապա այս շաբաթ այն կչեզոքանա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին հոկտեմբերի 13-ից 19-ը, ընդհանուր ֆոնը։ Կարող եք վիճել ինչ-որ մարդկանց հետ, կարող եք նաև տուն մաքրել, աշխատանքի վայրը մաքրել, կամ էլ մարտական տրամադրվեք այս շաբաթը, որ սրա հետ վիճեք, նրա հետ վիճեք։ Անձնական կյանքը, ինչ-որ մարդկանց մաքրեք ձեր կյանքից, ավլեք։ Նեսա, աշխատանքի վայրում օձեր կան, հնարավոր է նաև իրենց հետ եք վիճում։ Իրենց հետ չեք կարողանում յոլա գնալ։
Նաև անձնական հարաբերություններում այստեղ ինչ-որ բաներ եք որոշել կամ կարող եք ընտանիքով որոշել ինչ-որ ուղղություն եւ այդ ուղղությունը ձեզ համար ճիշտ է։ Գուցե ինչ-որ մեկը որոշել է վերջից գնում եմ իմ զգացմունքների մասին ասելու։ Ես բայց չեմ թողելու այդ մարդուն, ես բաժանվելու եմ, ես ամուսնանալու եմ այս մարդու հետ, հա, այնինչ որ կորոշեք, ոնց որ այս պահին, դա ձեզ համար ճիշտ է, դա ձեզ համար ճիշտ ուղի է։ Ոնց ինչ որ մի հստակ մի բան եք որոշում, վերջ ընտանիքով վաճառում ենք այս տունը, գնում ենք ուրիշ տեղ։ Եվ դա հենց այդ որոշումը ձեզ համար շատ ճիշտ է, որը որ կորոշեք։ Աշխատանքի հետ կապված այստեղ հնարավոր է իմաստություն է սա նաև ավելի ուրիշ ձևով կարող եք սկսել աշխատել, իմաստուն ձևով կվերաբերվեք ձեր աշխատանքին, ավելի ուրիշ կերպ կաշխատեք եւ նաև չի բացառվում օցեր, ուղղակի դուք պետք է բանի տակ չտնեք, որովհետեւ ամբողջ շաբաթվա ընթացքում կարող եք անդադ բախվել, հա, եւ վիճել։ Դա համար պետք չի դա թույլ տալ, հա, որովհետեւ աշխատանքի վայրը դա մեր դեմքն է։ Թե ինչպես ենք մենք այնտեղ մեզ պահում թող դիմացինը պահի, միևնույնն է խոսակցությունը լինելու է իր հետ կապված, ոչ թե ձեր։ Դուք ուղղակի առամարանքը ասում են ամենամեծ զենքն է, ոչ թե ասում են ընդհանրապես այդպես է ամենամեծ զենքն է եւ այդ առամարանքից ավելի կգժվեն։ Դա համար այստեղ ավելի իմաստուն կերպով եղեք, իմաստուն եղեք, ձեր աշխատանքը ճիշտ արեք եւ թույլ մի տվեք, որ ինչ-որ մարդիկ խառնվեն ձեր աշխատանքին, ձեր գործունեությանը եւ հետո վեճ առաջանա։ Եվ գումարի հետ կապված ինչ-որ մի բանի ժամանակն է ներդրում կատարելու, ժամանակն է գումար հետ գցելու, եթե դրա կարիքը կա, ժամանակն է մտածելու գումարի մասին, ժամանակն է գումար աշխատելու, նաև կարող է ժամանակ շատ եք վատնում գումար աշխատելու վրա եւ մնացածը մնում են, հա, ձեր կյանքի մնացած ոլորտները մարդը ոնց որ ֆիքսված է գումար աշխատի եւ այն մնացած ոլորտները էլ չկան իր համար։ Դա համար ժամանակը կարող շատ վատնել։ Ժամանակ տրամադրեք իրոք ձեր ֆինանսները մի հատ հավաքելու, մի հատ գումարելու, մի հատ հաշվարկելու, հասկանալու ինչ եք ծախսում, ինչ է մնում։ Առողջության հետ կապված այստեղ հստակ ոմանք կգնան իրենց առողջությամբ զբաղվելու։ Կարիքը կարող է լինել կամ ցանկանաք, ինչ-որ մի բան կարող եք ցանկանալ ձեր վրա փոխել, որովհետև այս ընթացքում նաև Պլուտոնն է լինում ուղղահայաց եւ մարդիկ կարող են լինել, ովքեր որ ցանկանան իրենց արտաքինը փոխել եւ գնաք ինչ-որ մի պրոցեդուրա կատարեք։ Նույն դեպս նվազում է լուսինը, կարող եք ցանկացած պրոցեդուրա անել ձեր դեմքի հետ, ձեր արտաքինի հետ, այն ինչ որ ուզում եք։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Կույսերին գումարը թռավ, գումարի հետ կապված ինչ-որ հարցեր կունենաք։ Չէ սպասվում կույսերին հոկտեմբերի 13-ից 19-ը։ Ընդհանուր ֆոնը ոգևորվածություն, ինչ-որ ճանապարհներ կարող եք գնալ, կհեշտանա ինչ-որ մի բան անելը ձեզ համար, կարող հյուր ունենալ այս մեկ շաբաթը մնա ձեր տանը կամ դուք գնաք հյուր ինչ-որ մեկ շաբաթ մնաք որևիցե մեկի տանը, նաև ինչ-որ նորություններ անընդհատ ինչ-որ մի տեղերից նորություններ կլսեք, անձնական կյանքը Միանալի է, ինչպես որ ասում են, ինչքան ոգևորված կլինեք, այնքան էլ ճիշտ գործեր կանեք։ Ոմանք ընտանիք կկազմեն այստեղ, ոմանք ընտանիքի հետ շատ կանցկացնեն, կգնաք ընտանիքի մոտ, եթե հեռու է ձեզանից գտնվում ձեր ընտանիքի անդամները, կգնաք իրենց մոտ, խոսքով կզբաղվեք նաև ձեր առողջությամբ, ընտանիքում, եթե ինչ-որ խնդիրներ կան, այստեղ մրսածություն կա ամենայն դեպս գուցե տանեք բժշկի կամ դուք գնաք բժշկի գուցե եւ այն ինչ-որ գործեր, ոմանք էլ կցանկանան ընտանիք կազմել, ընտանեկան գործերով զբաղվել, ընտանիք կազմել, զբաղվել ձեր ծնողներով, այդպես, կամ ինչ-որ մեկի հետ կարող եք սկսել շփվել, ում հետ որ ընտանիք պետք է կազմեք, մի քիչ դանդաղ կարող է գնալ առաջ,
հարաբերությունները, բայց պետք է իմանալ, որ ամեն ինչը կայուն է, խորացված եւ ամեն ինչը տանում է դեպի ընտանիք։ Հաջողություն աշխատանքում, հաջողություն ֆինանսներում, երկու տեղն էլ հաջողություններ ունեք, այնպես որ եւ գումար կստանաք այս շաբաթվա ընթացքում եւ ոմանք եթե աշխատանք են փնտրում այստեղ, եթե հավեսով փնտրեք աշխատանք, ապա աշխատանքը անպայման կգտնեք։ Նաեւ աշխատանքում հաջողություն ոչ մի բան կանեք, այնտեղ ավելի լավ, ավելի ինչ որ ճիշտ ոնց որ առանց խնդիրների, մարդը եթե բիզնես ունակ խնդիրներ չկան, հաջողություն է միայն սպասվում։ Եթե ինչ-որ մեկի պատվերն եք անում առանց խնդիրների, եւս էլի շատ աշխատանք կունենաք։ Նույնն էլ գումարները։ Միգուցե գումարները նաեւ օգտագործեք ձեր սիրելիի վրա, միգուցե ձեր սիրելին գումար աշխատի, ձեզ ապահովի գումարով ֆինանսապես։ Խնդիր չլինի, ֆինանսական։ Մնային դեպս բացարձակապես ոչ մի խնդիր գոյություն չունի, ոչ գումարի հետ, ոչ ֆինանսների հետ, ոչ աշխատանքի հետ, երկուսն էլ հիանալի են այստեղ։ Այս շաբաթը ձեզ համար հիանալի են այդ բայրը։ Գնացեք, եթե ովքեր որ փնտրում են, գնացեք, միգուցե գտնեք։ Իսկ բժշկության հետ կապված այստեղ մրսածություն է։ Կոկորտ, անգինա, մրսածություն, հազ եւ այլն։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին հոկտեմբերի 13-ից 19-ը։ Ընդհանուր ֆոնը, ինչ որ տղամարդ է։ Տղամարդու հետ բավականին շատ ժամանակ անցկացնեք իր հետ կլինեք, միգուցե ձեր տնօրենն է, միգուցե ձեր սիրելին է, նոր ծանոթություն է, ում հետ որ կարող եք անընդհատ հանդիպել, խոսել։ Ձեր տղան կարող է վերադառնալ տուն եւ ոնց որ ասում է, կպնեք իրան փոք չկա, կես մեկ շաբաթը։ Նրա ամուսինը կարող է վերադառնալ տուն կամ հակառակը գնա ինչ-որ միտեղ աշխատելու։ Ինչ որ տղամարդ է, ով որ դեր է խաղում այս շաբաթ ձեզ համար։ Նա ձեր կյանքում։ Ձեր ամուսինն է, ձեր հայրն է, ինչ որ մեկն է, ով որ շատ կարևոր կլինի։ Գուցե աշխատանքի վայրում է ինքը։ Անձնական կյանքը։ Այստեղ ուրեմն անձնական կյանքում ամեն ինչ ոնց որ շատ մթնոլորտ է ընտանիքում ընկերական կլինի, մեկը մյուսի հանդեպ շատ մարդամոտ, նաև նոր ընկերներ կարող ձեռք բերել, ում հետ որ ընտանիքներով կշփվեք, նաև ձեր ընկերն է, ընկերուհին է ընտանիքով գալիս է ձեր տուն եւ կողմ եք շաբաթ մնում է ձեր տանը կամ անընդհատ իր հետ եք լինում, եկել է օրինակ օտար երկրից եւ ոնց որ անընդհատ իր հետ իրանով պետք է զբաղվեք։ Դե հաճելի մթնոլորտ, նույնն էլ եթե դեռ ընկերներ եք, ամուսիններ չեք, եւս էլի հաճելի մթնոլորտ է եւ տանը եւ սիրելիների միջև։ Այնտեղ ընկերական մթնոլորտ, մեկը մյուսին ճիշտ կհասկանա, մեկը մյուսի հետ չի վիճի, այդպես ամեն ինչը կարգին է։ Աշխատանքի հետ կապված, այստեղ աշխատանքի վայրում կարող եք շատ շփվել, խոսել, քննարկել, միգուցե ձեր աշխատողների հետ եք, այստեղ քննարկում ինչ որ հարցեր, աշխատակիցների հետ, նաև բամբասանք է սա, կարող է ձեր եւ օրինակ այդ տղայի հետ կապված ինչ որ բաներ են բամբասում աշխատանքի վայրում, նաև կարող եք տանը քննարկել, որոշել, որ որևիցե բիզնես բացել կամ խոսեք աշխատանքից, որ պետք է գնալ աշխատել, ոնց որ անընդհատ գնում եք, փնտրում եք, գալիս եք եւ ընտանիքով քննարկում եք, էլի որ ինչ որ մարդիկ մերժեցին, ինչ որ էսպես, կամ վերլուծում եք, հաշվարկ եք անում բիզնես բացելու համար։ Գումարի հետ կապված այստեղ որևիցե մի եկամտի աղբյուր կարող է գնալ ձեր կյանքից եւ դուք այլևս ոնց որ չեք վերադառնալ այդ եկամտի աղբյուրին, որովհետեւ դա ձեզ համար քիչ գումար է, շատ գումար չի բերում եւ դուք այլևս դա կհեռացնեք ձեր կյանքից։ Նորին տեղ կբացվի, նոր որևիցե մի բան կորոշեք, որտեղից որ եւս էլի գումարներ կգա ձեզ մոտ։
Առողջության հետ կապված ինչ-որ մի խնդիր է, որը որ մշտապես կա, դուք բանի տեղ չեք դնում։ Ինքը մշտապես առկա է։ Միգուցե սա իծն է, միգուցե ինչ-որ մի բան է, որը որ անընդհատ կա եւ դուք բանի տեղ չեք դնում դրան։ Պետք է նաեւ արյան շրջանառությունը լավացնեք, շատ քայլեք, շատ մարզվեք, որպեսզի շրջանառությունը կարգավորվի, որովհետեւ կարող նստել եւ արյունը լավ չի շրջանառվում, հետո կարող ուղղակի ձեզ վատ զգալ։ Գլուխը պտտվի եւ այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հոկտեմբերի 13-ից 19-ը։ Ընդհանուր ֆոնը հաջողություն է սա։ Բանալին ձեր ձեռքում է, նոր դռներ կբացեք, ինստինկտիվ կբացվի, դուք ձեր գործերը կանեք, կավարտեք։ Ինչպես որ հաջողություն է ձեզ սպասվում յուրաքանչյուր ոլորտում։ Ինչ որ եթե բաներ եք ուզում անեք, դժվարություններ չկան։ Փակ դռներ, ոնց որ ասում են, այս շաբաթ ձեր առջև գոյություն չունի։ Անձնական կյանքը այստեղ անձնական կյանքում բավականին շատ ընկերական մթնոլորտ կլինի տանը, եթե շփվում եք իրար հետ, այդպես ավելի նաև այստեղ կարող է ձեր ընկերներից ոնց մեկը ձեր սիրո խոստովանություն անի, որ չգիտեիք, որ սիրահարվել է ձեզ, ասի իր սիրո մասին։ Նաև ընկերներ ձեռք կբերեք, ում այդ ընտանիքով կշփվեք։ Ընկերները կարող են գալ ձեր տուն, այս շաբաթ իրանց հետ շատ անցկացնեք։ Աշխատանքի հետ կապված այստեղ ինչ-որ անակնկալ պահեր կարող են լինել, ոչ նորություններ կարող են լինել, նվերներ այնտեղ, միգուցե ձեր ծննդյան դեռ չէ, ինչ-որ մի կարող է առիթ է, որը հետո աշխատանքի հետ է կապված գալիս եք նշում եք, միգուցե աշխատանքի եք ընդունվում, հա, դուք ինչ-որ բաներ եք կազմակերպում տանը, կամ աշխատանքի վայրում է որևիցե առիթ այնտեղ, կամ ինչ-որ մի բան է կատարվում, որ նվերներ են ձեզ տալիս։ Մի խոսքով, ինչ-որ լավ պահեր կան, բիզնեսի հետ կապված, աշխատանքի հետ կապված, այնպես որ ձեր տրամադրությունը կբարձրանա, այնպես որ այստեղ հաջողություն եւս կա։ Միայն ֆինանսական վիճակն է վատ, կամ գումար չեք կարողանում այս շաբաթ անընդհատ ինչ-որ բախվում եք բանկային խնդիրների հետ, միգուցե այդքան գումար չեք կարողանում աշխատեք, չեք կարողանում ինչ-որ պարտքը ելքը դուրս գաք, հա, չեք կարողանում գտնեք այդ խնդրի լուծումը, թե ինչպես ի վերջո ազատվել այդ պարտքերից, ինչպես անել, որ գումարը հետ վերադարձնել, օրինակ եթե պարտք են ձեզ, գումարը վերցնել աշխատանքի վայրից, հա, աշխատանքի վայրը շատ լավն է, ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ ուրախ են տեղանցում, բայց աշխատավարձերը չեն տալիս, աշխատավարձերը ուշուշ են տալիս։ Պետք է անպայման ոնց որ համոզեք, այդպես ինչ-որ խնդիրների մեջ հայտնվեք, հետո նոր վերցնեք գումարը։ Եվ այստեղ ներդրումներ կատարեք եւս կարող եք բախվել խնդիրների, ինչ-որ գործեր ուզենաք անեք, որ ձեզ գումարներ կբերի եւս էլի կարող եք բախվել խնդիրների, այնպես որ ֆինանսական մանիպուլյացիաներ այս շաբաթ փորձեք չանել, ոչինչ։ Այն ինչ որ կա, ուղղակի հանգիստ ապրեք, գումարը եթե կա, այդ գումարով ինչ որ մեծ գլոբալ բաներ մի արեք, որտեղ բախվելու եք, չկա բաներ պատվիրեք, հետո գումարը չքվի, պատվիրատուն չքվի, այդպես եւ ով որ վերցում է պատվերը, եւ հետո մնաք այդպես առանց գումարի։ Եվ առողջության հետ կապված այստեղ կարող է ինչ-որ լարվածություն լինի նաև գումարի հետ կապված, որից էլ որ դեպրեսիվ վիճակ կարող է առաջանալ ձեզ մոտ առողջության հետ կապված։ Ստրեսային վիճակ, լարվածություն կա ինչ-որ մի բանի հետ կապված, չգիտեմ ինչի հետ է սա կապված, հա, կարող է ֆինանսների հետ է կապված։ Դա բերում է այդպես խորը դեպրեսիա, անհանգստություն, լարված ներսում, հա, ներսում լարված եք չեք կարողանում ճիշտ դրսևորել ամեն ինչ, ճիշտ ապրել, ճիշտ մտածել, որոշում կայացնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։
Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հոկտեմբերի 13-ից 19-ը։ Ընդհանուր ֆոնը շատերին ընկավ։ Վեճ, խոսակցություն, նաև մաքրություն, պարտադիր չի վեճ լինի, մարդիկ կան իրոք զբաղվում են մաքրությամբ եւ այս շաբաթը իրոք կարող է ինչ-որ լարված պահ լինի, ոնց որ պատրաստ լինեք, այսպես հենց մեկը մի բան ասի մի անգամից վեճի բռնվեք, բայց ընդհանուր առմամբ կարող է լինել նաեւ ուղղակի տան մաքրություն, աշխատանքի վայրի մաքրություն, ինչ-որ մի բան տեղափոխություն, փոփոխություն։ Տեսնենք անձնական կյանքը աղեղնավորների, տեսնենք որտեղ կլինի վեճը։ Անձնականում է խնդիրը։ Նայեք, այստեղ եւ աշխատանքը եւ գումարը ինչ որ տղամարդկանց հետ է կապված։ Երկուսն էլ, եւ աշխատանքը եւ գումարը։ Իսկ ընտանիքում մի քիչ խոչընդոտներ կան, խնդիրներ կան, հենց դա է, որ այստեղ վեճ կարող է առաջանալ հարաբերությունների մեջ կամ ընտանիքում, որը բոլորին է վերաբերվում։ Դրա համար կարող է տան մեջ լարվածություն լինի եւ մեկը մյուսի հետ փորձի վիճել այդ լարվածությունից։ Բայց նաեւ կարող է լինել հարաբերություններում այդ խնդիրները։ Դրա համար փորձեք զսպել ձեզ, որովհետեւ այստեղ վեճի մեջ եք ընկնելու, անիմաստ մեկը մյուսին կվիրավորի, հետո կփոշմանի իր ասացի համար ուշ կլինի։ Եվ այստեղ եւ ֆինանսական եւ աշխատանքային առումով այստեղ երկու տղամարդիկ են։ Կախված եք իրենցից։ Վիճեք գումար չեն տա, վիճեք աշխատանքից կհեռացնեն։ Եվս սա։ Ինչ որ մի պահեր են։ Նաեւ կարող է սա գործարք է ոմանց համար, որ գործարք է կնքում ֆինանսական, այստեղ կնքում եք, որ աշխատեք կամ բիզնեսի հետ կապված եւ ինչ որ մեկը ներդրում է կատարում ձեր ֆինանսական վիճակին, որ գումար է տալիս ձեզ ինչ որ ձեր գործերի հետ կապված, որ լավ լինի, որ առաջ գնաք։ Նաեւ դե սա պարտք վերցնել է, գումար տալ է, ձեր աշխատավարձ վերցնել է եւ ինչ որ երկու տղամարդիկ են, գուցե տարբեր տղամարդիկ են, այսմյուսի հետ աշխատում եք, ձեզ գումար է տալիս եք այսմյուս տղամարդուն, կամ գուցե տանտերն է, այսմյուսն էլ տնօրենն է։ Մի խոսքով երկուսն էլ, այստեղ կարող եմ ես շատ անընդհատ ու ասել, ինչ որ օրինակներ բերել, պետք է հասկանաք ուղղակի երկու ոլորտներում է տղամարդիկ են, ձեզ շրջապատում եւ իրենց հետ որոշ գործերի մեջ կլինեք։ Իսկ առողջության հետ կապված սա երակներն են, ովքեր որ տրոմբ ունեն եւ այլն, մի փոքր պետք է ուշադիր լինել այդ ամեն ինչին։ Նաեւ աղիներն են։ Այնտեղ փորկապություն է, փորլուծություն է, ջղաձգվում է, ձգություն, ինչ որ ստամոքսում եւ այլն։ Եթե այստեղ տանը ինչ որ լարված պահեր են, բնականաբար, սա եւս կարող է դուրս գալ, աղիներից կարող է դուրս գալ։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք աճեղջյուրներին։ Ինչ է սպասվում աճեղջյուրներին հոկտեմբերի 13-ից մինչև 19-ը։ Ընդհանուր ֆոնը ինչ որ ընտրության առջև եք կանգնած լինելու։ Յուրաքանչյուր ոլորտում դա կարող է լինել։ Լինի դա ընտրություն ամուսնության հետ կապված, աշխատանքը փոխելու, սա անելու, նա անելու, ինչ որ պահեր են, որոնք որ կտատանվեք։ Նաև սա ամեն մեկը մի կողմ գնալը։ Ամեն մեկը որոշում է տարբեր ուղղություններով գնալ եւ ոնց որ իրենց ճանապարհները հատվում են այստեղ, եւ որոշում են ամեն մեկը իր ճանապարհով գնալ։ Անձնական կյանքը այդ եղջյուրների հիանալի շաբաթ է, այստեղ հիանալի
անձնական հարաբերություններում եմ միայն, հա, որ կարող եք ուղղակի հիշել անցյալը եւ այլն խորանակ, բայց այստեղ վեճ բան, այստեղ չեմ տեսնում։ Նաեւ կարող է ուղղակի անցյալից որևէ մեկին հանդիպեք, ում հետ որ շփվել եք ժամանակին։ Միգուցե ընտանիքով եք ճանաչել այդ մարդկանց եւ հիմա եւս էլի հանդիպում եք այդ մարդկանց։ Պարտադիր չի սա սիրային առումով լինի, հա, կարող է այնպիսի մարդիկ են, ովքեր որ մնացել են անցյալում եւ իրենց հետ երկար ժամանակ է ոնց որ շփում չեք ունեցել։ Եվ հիմա եւս էլի ոնց որ կրկին վերադառնաք կամ միամիտ հանդիպեք։ Կամ ընտանիքով կարող եք նստել, ինչ որ անցյալը հիշել, օրինակ ես իմ աղջիկը շատ ենք նստում, հիշում, իր փոքր տարիքը, իմ երիտասարդությունը, նստում ենք, քննարկում ենք, խոսում ենք այդ թեմայի մասին։ Միգուցե նմանատիպ ինչ-որ պահեր են, հա, որ հիշում եք ձեր փոքր տարիքը կամ ձեր երեխաներին ասում եք, թե դուք իրենց տարիքում ինչպիսին եք եղել։ Դե դա արդեն ինձ թվում է ծնող երեխա հարաբերություններից է, որ եթե իրար չեք ուտում, բնականաբար պետք է նստեք եւ խոսեք, ամենաճիշտ բանը դա է։ Եվ աշխատանքի հետ կապված այստեղ շատ աշխատանք կունենաք, աշխատանքում բարձրունք, վերելք, աճ, բիզնեսը կբարձրանա, կաճի, նաև այստեղ աշխատանքի հետ կարող է դա կապված լինել, որ ընտրության առջև կանգնած լինեք, միգուցե փոխեք աշխատանքը, չփոխեք, ինչ անեք, խոսեք տնօրենի հետ, նաև բիզնես բացեք, փակեք, սանով զբաղվեք, նանով, ինչ որ կարող դա է, որ այստեղ մտքեր կլինեն։ Ֆինանսականի հետ կապված այստեղ ձեր ցանկությունները կիրականանան, միգուցե ձեզ ինչ-որ մեծ գումար են տալիս, միգուցե ներդրում եք կատարել եւ հաջողություն է գալիս, այն ինչ-որ մի պահ է։ Նաեւ օտարերկրից կարող եք գումար ստանալ, դուք ուղարկել օտարերկիր գումար ծախսեք նման բաների վրա։ Նաեւ ինչ որ հարցեր են, որոնք որ եթե ուզում եք պայմանագիր կնքեիք, ինչ որ պահեր, դա եւս է ձեր ցանկությունները կիրականանան։ Միգուցե ինչ որ հստակ գումար եք ուզում, միգուցե ուզում եք վարկ վերցնեք, այդ ամենը կլինի։ Իսկ առողջության հետ կապված սա հղիությունը, ծննդաբերությունը, մանկական նաեւ հիվանդություններ են, որոնք որ կարող են հիմա կամ վարակվեք կամ դա ոնց որ իր մասին հիշեցնի, հա, այդ հիվանդությունը, ինչ որ պահեր են, որոնք որ մանկական են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին հոկտեմբերի 13-ից 19։ Ընդհանուր ֆոնը կին է, ինչ-որ կին է, ձեր մայրն է, ձեր քույրն է, ձեր տնօրենն է, բժիշկ է, ուսուցչուհի է, ում հետ որ կարող եք շատ անցկացնել, հա, իր հետ շատ լինեք։ Տեսնենք ընդհանուր անձնական կյանքը ծնողն է, հա, այստեղ երևի, ում հետ որ շատ կլինեք, հարկավոր է իրեն օգնել։ Ահա, ոմանք ընտանիք կկազմեն, ոմանք տուն կվերադառնան, եթե գնացել եք ինչ-որ մի տեղ օտար երկիր, ոմանք տանից դուրս կգան, գնում եք հանգստանալու, տան հետ կապված հարցերով կզբաղվեք, կտեղափոխվեք, նոր տուն կփնտրեք, կգնեք տուն, ինչ-որ հարցեր են, որոնք որ անմիջապես կապված են տան հետ, ընտանիքի հետ։ Միգուցե գործեր եք անում, միգուցե ձեր մայրն է գալիս, մեկ շաբաթ մնում ձեր տանը, միգուցե դուք եք գնում, մեկ շաբաթ մնում իր տանը, իրեն օգնում։ Ձեր քույրը կարող է լինել։ Նաև տան իրերով կզբաղվեք, տան իրեր կարող է փնտրեք այս շաբաթվա ընթացքում։ Տուն ընտանիք։ Այդպես։ Եթե ինչ-որ մեկի հետ ծանոթանաք, ապա այդ ծանոթությունը ոնց որ լինում է ոչ թե ուղղակի թեթև 1 օր, 2 օր շփվելու համար, այլ ընտանիք կազմելու։ Գուցե ինչ-որ մարդիկ նաև վերադառնան տուն, ովքեր որ բաժանված էին, միանաք իրար եւ նորից էլի ապրեք։
Աշխատանքի հետ կապված էմոցիոնալ կլինեք, միգուցե այդ կնոջ հետ է կապված, միգուցե նյարդայնացնում է ձեզ, միգուցե ուրախանում եք, որ տեսնում եք այդ կնոջը այնտեղ, թեկուզ որպես ձեզ տնօրեն է, կարող գալիս է։ Նաև իրար հետ կարող աշխատեք, նյարդայնացնի ձեզ, իր հետ կարող աշխատել լավ լինի, դե տնօրենի հետ կարող խոսել, որպեսզի աշխատեք, օրինակ երեկոյան, գիշերը, միգուցե բան է պատվիրում ձեզանից, էմոցիոնալ եք կամ նյարդայնանում եք։ Նեք երբ որ ես Հայաստանում էի աշխատում, ինձանից բավականին հայտնի մարդիկ, հիմա ովքեր որ կան, մի քանի հայտնի մարդիկ ինձանից բաներ էին պատվիրում, հագուստներ, որպեսզի ես կարեմ, անգամ մեր տուն են եկել, փորձել են, ոնց որ այդպես ոնց որ էմոցիոնալ ես լինում, որ նման մարդը, օրինակ քեզանից բան է ուզում պատվիրել, ուզում է որ գնի քեզանից։ Նման ինչ որ պահեր լինեն։ Եվ գումարային առումով սա փոփոխություն է, ինչ-որ փոփոխություն տեղի կունենա ձեր ֆինանսական վիճակում։ Սա լավացում է նշանակում։ Նաև սա կարող է լինել գումար ծախսել ծննդաբերության վրա, գումար ծախսել, օրինակ, եթե երեխա ունենում եք, այդ երեխայի հետ կապված այդ ծախսերը հոգաք, գումար կգա դրսից, դուք գումար կուղարկեք, ամենայն դեպս գումարը մտնելու է տուն, եւ միգուցե նաև մեծ գումար է, միգուցե տուն եք վաճառել, գումար է գալիս, կամ գումար եք ծախսում, տուն եք գնում այստեղ, մեծ իր եք գնում, մեքենա եք գնում, օրինակ, ձեր երազած։ Եվ առողջության հետ կապված, բացարձակապես ոչ մի խնդիր չկա, միգուցե ձեր ընկերոջ, ընկերուհու մոտ ինչ-որ խնդիր կա, ում կարող եք օգնել, կարող միգուցե ինքն է, ով ձեր կարիքը կունենա, այս շաբաթ ուղղակի աջակցելու հետ կապված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին հոկտեմբերի 13-ից 19-ը։ Ընդհանուր ֆոնը խորամանկություն, միգուցե խաբեբաներով եք շրջապատված այս շաբաթ, միգուցե նաև դուք պետք է լինեք խորամանկ, նա այս շաբաթվա ընթացքում ինչ-որ հարցին լուծում տալու համար։ Տեսնենք անձնական կյանքը, միգուցե այդ անձնավորությունը մտնում է ձեր անձնական կյանք, գալիս է ձեր կյանք, մտնում խառնում է այս դեպքում, մտնում խառնում է, բաստոյն ամենուրեք է նա, բացի ֆինանսներում ինքը ամենուրեք է, աշխատանքում է և անձնական կյանքում, այստեղ կարող է խաբեբաներ, այստեղ կարող է նաև, եթե նոր եք ծանոթացել, շատ ուշադիր եղեք, որովհետև կարող խորամանկ անձնավորություն է, խաբեբա է և խաբի ձեզ, խաբնվեք, նոմա շատ ուշադիր եղեք, դվել անձնավորության, հատկապես եթե նոր եք ծանոթացել, սա նաև ինչ-որ մեկն է, ով որ խառնում է, գուցե հեռվից է, և ինքը ուղղակի իր անելիքը անում է, խառնում է ձեզ, խնդիրներ է ստեղծում, ձեր հարաբերություններում է ստեղ, նաև մի կիսվեք ոչ ոքի հետ, միգուցե ինչ-որ խորհուրդներ է տալիս ձեզ, որ էլի նորից էլի գալիս եք տուն, խառնում է, կամ ինչ-որ մեկին է խորհուրդ տալիս, ումից որ էլի նորից, գալիս եք տուն էլի, ձեր վրա են, այդպես, ձեզ են մեղադրում ինչ-որ հարցում, ձեզ հետ են վիճում, ինչ-որ լարված պահեր է, նույնն էլ աշխատանքի վայրում է ստեղծում, ինչ-որ մեկն է, ով որ ևս էլի կարող վիճել այդ խորամանկ մարդու հետ, այդ խաբեբա մարդու հետ, միգուցե ձեր տակն է փորում, միգուցե ինչ-որ բաներ է տանում, այստեղից հասցնում նրան, բայց սուտը, ոնց որ ճիշտը չի հասցնում, անընդհատ եւ դե իր հետ կարող եք վիճել նաեւ մթնոլորտը, աշխատանքային կարող է այդպես նաեւ դրանով փչացնի այդ մթնոլորտը եւ ֆինանսական առումով ամեն ինչ նորմալ է, միայն եւս էլի, կարող է գումար է գալիս ձեզ միանգամից ուզում է հափշտակել, ուզում է ձեզ համոզել, որպեսզի դուք այդ գումարները տակիրեն, պահի ինքը կամ ծախսի, միգուցե պարտքով է ուզում վերցնել, բայց ֆինանսական վիճակը նորմալ է, ձեզ մոտ կայուն է, ուղղակի պետք է տվյալ անձնավորությունից մի փոքր հեռու մնաք, խուսափեք իր հետ ֆինանսական որևիցե գործարքներից, ոչ ինչ-որ մի բան անելուց։
Իսկ առողջության հետ կապված այստեղ մարդը արդեն ոնց որ զգում է, որ ինքը մեծացել է։ Ձեր այդ կամ առաջին կնճիռները կտեսնեք կամ գնայք հայլու մեջ եւ կհասկանաք, որ մեծացել եք։ Արդեն մեծ եք։ Արդեն ուրիշ է։ Նաեւ սա եթե ինչ-որ խնդիրներ առողջության, ապա սա միայն շատ մեծ տարեց մարդկանց մոտ է, ովքեր որ հենց ոնց որ տարիքային խնդիրներ է, դա ոչ թե որևիցե ինչ-որ հատուկ, այլ տարիքայինի հետ է կապված, որտեղ ինչքան որ մարդը մեծանում է, այնքան պետք է ինչ-որ բաներ ուտի, որ խնդիրներ չունենա, որովհետև եթե չես ուտում դա, հենց դա է, որ խնդիրներ է ստեղծում մարդկանց մոտ։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Քան հեռու սրանից, այնքան ավելի հաճելի։ Լավ եղեք։